Թողտերը փառավորվի ժողովուրդ ջան, մենք վերջի աղոթքը պետք է անենք հոգսերի համար, բայց մինչև այդ մի երկու հայտարարություն կա եւ մի տեղ պետք է Սուրբ գրքից մի քանի րոպե խոսենք եւ վերջում կաղոթենք։ Նախ այս ուրբաթ շաբաթ կիրակի եկող ողջ Հայաստանում մեր եկեղեցով եղբայրության որոշումով ծոմապահության օրեր է եւ շատ լուրջ ծոմապահություններ պետք է անենք եւ ծոմի հիմնական նպատակը մեր ազգի համար է, որովհետեւ այսօր մենք աշխարհի մեջ ծանր իրադրությունների ժամանակներ ենք ապրում եւ մենք գիտենք, որ մեր ազգը փոքր ժողովուրդ է եւ փոքր ժողովուրդները միշտ մեծ ժողովուրդների ոտքի տակ կարելի ասել ոտնակոխ են ելնում։ Եվ ես հիշում եմ, երբ որ դեռ Արցախյան 44 օրյա պատերազմը չէր սկսել, նաև ասենք այդ կորոնան նոր պետք է սկսեր, դեռ տեղյակ չէինք, մենք ունեցանք անհանգստություն եւ սկսեցինք աղոթներ անել։ Եվ ասեմ, որ նորից ավելի մեծ անհանգստություն է այսօր եղբայրության սրտին դրված մեր ազգի համար, մեր ժողովրդի համար, եւ այս ծոմերը մենք եղբայրները խնդրեցին ավագ եղբայրները, որ բոլորը մասնակցեն անխտիր։ Նրանք ովքեր որ նույնիսկ ի վիճակի չեն, բայց աղոթներին մասնակցեն, ինչքան կարող են ծոմ վերցնել, որովհետև ժողովուրդ ջան, այս խաղաղությունը փխրուն ասված, սա սուտ խաղաղություն է, սա խաղաղություն չի, որովհետև շատ լուրջ բաներ ամբողջ աշխարհի վրա է սպասվում, մենք էլ մեր ազգն են, մեր ժողովուրդն այս աշխարհի մեջ է, ու ցավոք սրտի կարելի ասել աշխարհի այդ կիզակետերից մի տեղ ենք գտնվում։ Համար դարեր շարունակ այս տառապանքը քաշել ենք։ Եվ քանի որ ուրբաթ շաբաթ կիրակի է, բայց իմ սրտի մեջ դրվել է, որ չորեքշաբթի օրվանից սկսած այդ ծոմերին մասնակցեմ։ Ես էլ ովքեր որ կուզեն, չորեքշաբթի օրվանից սկսենք այդ ծոմերը վերցնել մինչև կիրակի։ Եվ ամեն իրիկու ստեղ ժամը 6-ին, ասենք չորեքշաբթի օրը պաշտամունք կլի, հինգշաբթի օրը, ուրբաթ օրը, շաբաթ օրը եւ կիրակի օրը ասենք։ Ամեն իրիկու ժամը 6-ին ստեղ աղոթներ կլի, նորից եմ խնդրում, որ բոլորը մասնակցեն։ Խմբավարները, եղբայրները պարտադիր իրանք ներկա լինեն, պարտադիր եւ բոլորս մասնակցենք ժողովուրդ ջան։ Թող Տերը փառավորվի։ Երկրորդը մենք մի քանի ամիս չունեցանք մեր արցախցիների համար պաշտամունք, այս ամսի 8-ին շաբաթ օրը ժամը 12-ին Երևանում նորից Երևանի պետք է ունենանք մեր արցախցիների համար մեր պաշտամունքներ ամենամսյա։ Համար խնդրված, որ բոլոր արցախցիները, ովքեր որ ցանկանում են մասնակցեն, գիտեք ժողովուրդ ջան, ենոքին մեր ենոքին տեղակ պահեք, որպեսզի մեքենաների հարցը կարգավորվի։ Թող Տերը փառավորվի, ժողովուրդ ջան։ Ես այս ուղղությամբ ծոմերի համար մտածում էինք, անցած 2 օր առաջ այսպես գիշերը աղոթքից հետո մի հատ sense բան իմ սրտին խոսք եղավ, ուզում եմ այդ ուղղությամբ մի քիչ խոսել, մի քանի րոպե։ Երբ որ ես մտածում էի դե ծոմապահության մասին, մենք ավելի շատ Սուրբ գրքի մեջ կարդում ենք եւ ավելի մի քիչ շատ Եսայի մարգարեության 58-րդ գլխի մեջ ներկայացնում է ծոմապահության մասին եւ սենց իմ պարկած տեղը երազից մեջ սենց մտորում էի ու սենց սրտից մի խոսք կպավ, ուզում եմ այդ ուղղությամբ մի քիչ խոսել։ Թե ինչ է իսկական ծոմը, ժողովուրդ ջան։ Եվ ստեղ 58-րդ գլխի 5 համարից այսպես ասում. այսպես կլինի այն ծոմը, որին ես հավանում եմ, հարց է տալիս, ասում եմ, որին որ ես հավանում եմ, իբր թե մի օր, որ մարդը ճգնում է իր հոգով, գլուխը քաշ է գցում կյունիի պես եւ քուրձ ու մոխիր անկողինի շնում, սա դու ծոմ ես կոչում եւ Տիրոջ հաճելի օր, ասում է, երբ որ գլուխդ կախես գցեմ, հաճ չես տեմ, բան ասում է, դու սա ես ծոմ կոչում։ Սա չի Տիրոջը հաճելի եւ բացատրում է, թե ինչպիսին է Տիրոջը հաճելի։ 6 համարից ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ, լուծիր անիրավության կապանքները, բաց արա լուծի կոշկորները եւ ջարդվածին ազատ թողտուր։ Եվ ամեն տեսակ լույս կոտրի, այո, հացդ կտրիր դուր սովածին եւ թափառականին խեղճիր տարտունդ, երբ որ մի մեղք տեսնեն, նրան հագցրու եւ քեզպես մարմին ունեցողից քեզմից ասկիր։ Այն ժամանակ քո լույսը արշալույսի պես կծակի եւ քո բժշկությունը շուտով պիտի բուսնի եւ քո արդարությունը պիտի գնա քո առաջից։ Տիրոջ փառքը պիտի պատեքես։ Այն ժամանակ դու կկանչես, Տերը կպատասխանե, դու կաղաղակես եւ նա կասի հա ես ու շարունակում է։ Ստեղ առաջի բաժնում ժողովուրդ ջան,
հոգևոր խորհուրդ է տալիս, ասում է, եթե ծոմ ես պահեմ, լուծիր անիրավության կապանքները, կոշկորները քանդիր, ասենք, ջարդվածին ազատ թողտուր, ասենք, այս առաջի բաժինը կարելի ասել գրեթե բոլոր եղբայրները, քույրերը ծոմապահության ժամանակ կատարում են, աշխատում են, որ կատարեն, ում հետ նեղված են, ումից վիրավորված են, ումից գժտված են, աշխատում են, որ ասենք, հաշտվեն, իրանց սրտի մեջ, խոնարհվեն, բայց երկրորդ բաժինը, որ շատ կարևոր է, նույնպես, այս բաժնում մենք կաղում ենք, այս բաժնում շատ հոգևորներ չեն անում, եւ որ Անդրանիկ եղբայրը խոսում էր առաջի խոսքի ժամանակ, եթե դուք ուշադիր եք, խոսում էր, որ պետք է հատուցես, այսինքն մենակ ասելով չի, սենց ու գնաս, դու պետք է հատուցես, ես պետք է հատուցեմ, եւ մի տեսեք երկրորդ բաժնում ինչ ասում, որի վրա ես ուզում եմ շեշտը դնել, ասում է, այո, հացդ կտիր դուրս սովածին, ինչ է սա նշանակում, երբ որ այս խոսք իմ սրտին գիշերը շատ սրա վրա խորեցի, եւ վեր եմ կացել երազից հետով նորից սրա վրա մտածում եմ, ինչ է նշանակում հացդ կտիր դուրս սովածին, մենք սա ենք հասկանում, որ ինձ ֆիզիկապես այն որ ես ուտում եմ, դրանից պետքա տամ իմ ինչին, կողքի սոված մարդին, բայց սա մենակ սա չի ժողովուրդ ջան, սա ավելի խորը բան է իրանից ներկայացնում, եւ որ Տեր Հիսուսը վերջի օրը պետքա մատնվեր, վերջի ընտրիքը երբ որ անում էր, ասում վերցրեց հացը, օրնեց, աղոթեց, կտրեց աշակերտներին, ասավ առեք ու կերեք, սա է իմ մարմինը, որ կոտրվում է շատերի համար, այսինքն հացը կտրել սովածին տալ նշանակում է, որ մենք կոտրվենք շատերի համար, որ մենք խոնարհվենք շատերի համար, ոչ թե մենակ սովորական հացս տամ, իմ կյանքն էլ տամ, իմ կարողությունն էլ տամ, իմ ամեն բանն էլ կարողանամ տալ, որովհետև Տերը ինքը ամենայրա թանկը տվեց մեզ համար, ինքը իր կյանքը դրեց, ժողովուրդ ջան, ինքը ոչինչ չխնայեց, ոչ մի բան Տերը չխնայեց, ոչ մի բան չասավ, գիտես ես մեկը մի քիչ պայեմ ես մնացածը նոր ձեզ, նա ամբողջովին իր կյանքը դրեց, իր մինչև վերջին կաթի լարունը թափեց, եւ այսօր Տերն ուզում է, որպեսզի մենք էլ կարողանանք զոհենք մեր կյանքը, իսկ ում պետքա զոհենք, գիտեք, Հովհաննեսը այսպես է գրում, ասում է, եթե եղբորդ տեսնում ես ու չես սիրում, որ ասուն չես տեսնում, ինչպես կարող ես ասել նա սիրում եմ, այսօր ստեղ բոլորս նստած ամեն մեկս, որ եկել եք, ես կասկած չունեմ այսքան, համոզված եմ, որ բոլորդ էլ սիրում եք Հիսուսին, բոլորդ էլ եկել եք, որ Տիրոջ հետ հանդիպեք, նայած ով ինչքան է սիրում, այդ մի հատ չափանիշ չկա, որ կարողանանք ցույց տանք, թե այս մարդը ինչքան է սիրում, այս մարդը շատ է սիրում, թե քիչ է սիրում, բայց այդ չափանիշը չկա, կա երկրորդ օրինական չափանիշը, դա ասում է սիրի քո ընկերը, քո անձի պես, եւ ինչքանով եմ ես իմ դիմացինին սիրեմ, ինչքանով եմ ես իմ դիմացի համար հոգ տանում, ինչքանով եմ ես կոտրվում իմ դիմացինի համար, ժողովուրդ ջան, ծոմապահությունը սա է, որ մենք կոտրվենք, Տերը ինքը ամեն ինչ արավ մեզ համար, մենք է պիտի կոտրվենք, այսօր Հովհաննես եղբայրը հիշեցրեց, խոսում է, դեմքով ասում է, բայց սիրտ ուրիշ բան ասում, այսօր շատ ցավոք սրտի, շատ մարդիկ հոգևոր կոչված, ոնց որ աշխարհի մարդիկ են նեղված, վիրավորված, ասեմ, դատեմ, բամբասեմ, սրանից խոսեմ, իշխանություններից խոսեմ, նանից բամբասեմ, նանից չարախոսեմ, այս քաղաքականության մեջ մտնեմ, մենք դրա իրավունքը չունենք, ժողովուրդ ջան, մեզ Աստված մեծ իրավունք է տվել, իր որդի կոչվելու, եւ Աստծո որդին երկնային բաները պիտի մտածի, եւ գիտեք Սուրբ Գիրքը ինչ ասում, Առակացի մեջ գրված ասում է մահվան տանողիչ, մահվան ճանապարհի մեջ գնացողից ինչ որ ձեռքիցդ գալիս է, ոչինչ չխնայես։ Ինչ որ ձեռքիցդ գալիս է, եթե այդ մարդը թեկուզ քո թշնամին է, մահվան շուքի մեջ է գնում, ինչ որ ձեռքիցդ գալիս է, ասում է չխնայես։ Այսօր ժողովուրդ ջան, եկեղեցին է, որ ճեղքվածքի մեջ պետք է կայնի։ Եվ այդ եկեղեցին դու ես եւ ես եմ։ Որտեւ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եւ եկեղեցու գլուխը ասում է Քրիստոսն է, իսկ Քրիստոսի մարմնի մի անդամը դու ես, մի անդամը ես եմ։ Եվ դրա համար ժողովուրդ ջան, բերեք մենք լուրջ ուշադրություն դարձնենք, կոտրվենք Տիրոջ առջև։ Կոտրվենք, խոնարհվենք Տիրոջ առջև, եւ թե մեր ժամանակը, թե մեր կարողությունը, թե մեր հոգեվորը, թե մեր մարմնավորը, թե մեր ֆիզիկականը, թե մեր նյութականը, ամեն բան զոհենք անուն Հիսուսի, որովհետեւ Տերը փառավորվի, որովհետեւ Տերը երևա։ Այսօր մենք ունեցանք համարյա 5000 երեխեք զոհվեցին։
Ես չեմ ուզում, որ որից է մեկի մատը նորից փուշ մտնի, ժողովուրդ ջան, բայց այդ դառը իրադրությունը կարող է պատահել։ Դա համար մենք պետք է անկեղծ գանք Տիրոջ առջև, խոնարհվենք, որ Տերը ողորմա մեր ազգին։ Այո, Տերն է հարցեր լուծողը, ժողովուրդ ջան։ Եկան պաշարեցին Երուսաղեմը։ Եզիկա թագավորը դուրս եկավ, տեսավ ուժ չունի, կարողություն չունի, ահ կառելի զորքով եկե կանգնել է։ Բայց այս մարդը ինչ արավ, գնաց ընկավ Տիրոջ ոտերն, ասում է՝ Տեր, մենք չենք կարա, ուր գնանք։ Եվ Տերը ողորմություն արավ, ժողովուրդ ջան։ Մի գիշերվա մեջ 185,000 զինվոր Տերը հրեշտակը խփեց, Իսրայելին ազատեց, մեր Աստված կենթանի Աստված է։ Եվ որ մենք կոտրվենք, երբ որ մենք խոնարհվենք, ես Սուրբ Գիրքը ինչ ասում, ասում է, եթե իմ անունով կոչված ժողովուրդը հետ դառնա, իր չար ճանապարհներից զղջա, խոնարհվի, խոստովանվի, իմ երեսը փնտրի, ես դի ողորմություն անեմ, այդ ազգին ու բժշկություն անեմ։ Այսօր մենք ուրիշ տեղ չունենք գնալու։ Մենք ոչ մի պետության չենք անարգում, ոչ մի իշխանավորի մենք չենք անարգում, որտեղ բոլոր իշխանություններին Տերն է դրել, Տերը գիտի ամեն մեկին։ Բայց մենք ամենագերագույն իշխանավորի երեսն ենք փնտրում, մեր հոր երեսը, որ ինքը ողորմած է, ինքը գութ ունի, ինքը հավիտենական է։ Դա համար իմ խնդրվածն է, որ այս ծոմերի մեջ ժողովուրդ ջան, որը ինչքան կարող եք, անկեղծ կոտրվեք, անկեղծ խոնարհվեք, այո, հացը կտրենք սովածին տանք։ Այդ հացը, այսինքն ես եմ, որտի կոտրվեմ այդ սոված մարդկանց համար։ Այսօր աշխարհը սովի մեջ է, քուրեր եղբայրներ։ Այսօր շատ մարդիկ խավարի մեջ խարխափում են, փտրում են կյանքը, աջողություն, ուրախություն, երջանկություն չեն գտնում։ Իսկ այդ կյանքը, ուրախությունը, երջանկությունը Հիսուսի մեջ է, որ քու մեջ է, որի մեջ է, որ այդ լույսը պիտի այդ մարդկանց հասնի։ Կոտրվենք, որ այդ լույսը հասնի այդ մարդկանց, որ այդ մարդիկ մեր մեջ այդ լույսը տեսնեն, որ խարխափելով գան ու մեր հորը գտնելով հավիտենական կյանք գտնեն։ Թող Տերը փառավորվի, ժողովուրդ ջան, նորից եմ խնդրում, մի կանգնենք աղոթքի, բերեք գանք Տիրոջ առջև։ Խնդրենք, որ Սուրբ Հոգին օգնի։ Այս շատ ծոմեր ենք պահել, բայց այս ծոմը թող յուրովի լինի, այս ծոմը թող յուրահատուկ լինի, այս ծոմը թող Տերը փառավորվի։ Կանգնենք աղոթքի, ժողովուրդ ջան։ Եվ շնորհակալական աղոթքով գանք, նաև մեր Արչուտի Վահան եղբայրը տղա աղջիկ ունեցավ այսօր փառք Աստծո, երեք մեր նվեր աղբերը 7-րդ ունեցավ, Տերը օրհնի, Սպիտակի 7-րդ զավակը տղեն ունեցավ, փառք Տիրոջը, թող Տերը օրհնի ավելացնի իր ժողովուրդը։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս։